Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արմենակ Աբրահամյանին ելույթը կրթությունը մինչև պետական ինքնորոշման տեսլականը Western Armenia շաբաթաթերթին 128-րդ համանadուս եկալ հարգանքի տուրք ազգային հերոսների անմար հիշատակին հայոց իշխանի շղթայի պատվավոր գրողների ցանկի նվիրացել Գևորգ Սիմոնյանը Բաքուն ոչնչացնում Արցախը նույնիսկ են հուշարձանները վերնվիրված են հայրենական պատերազմում զոհված հերոսների հիշատակին 1948 թվականի ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելի ու պատժելի մասին կոնվենցիա կենաց ծառ հուշակոթողը Ճունիեի սրտում ի հիշատակ հայերի ցեղասպանության նահատակների վարագավանքի ճակատագիրը նորից ուշադրության կենտրոնում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը ելույթ ունեցավ ընդգծելավեր նորից մտ պատիվը հանդիպել լսարանին հետ ու ներկայացնել օրակարգային կարևոր հարցեր կապված կրթության, պետական կառավարման ու Արևմտյան Հայաստան ապագա ռազմավարության հետ։ Յուրանսելավը քննարկումը կառուցված է երկու հիմնական ուղղություններով, առաջինը կրթության համակարգի վերաիմաստավորումն է, իսկ երկրորդը հուլիսի նախատեսված միջազգային օրակարգը ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի մասնակցության շրջանակում։ Արմենակ Աբրահամյանը նշել ավերես հարթակը հնարավորություն ներկայացնել Արևմտյան Հայաստանի իրավունքներն ու պետական մոտեցումները միջազգային մակարդակում։ Խոսել է պետականության գաղափարի մասին, ինքն ընդգծել Արևմտյան Հայաստանը պիտի դիտարկե որպես քաղաքական ու իրավական պատասխանատվություն, այլ ոչ թե ամենակ խորհրդանշական գաղափար։ Իրան համոզում է, առանց կազմակերպված պետական կառույցի հնարավոր չի լուծել ազգային խնդիրները ու ապահովել զարգացման կանոնի։ Ելույթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ինքնաբավության հարցերին, սննդի անվտանգության, առողջապահության, բնակավայրերի կազմակերպում ու գյուղական տնտեսության պահպանում։ Արմենակ Աբրահամյանը զգուշացրել է արտաքին ազդեցությունները կարին փոխին ավանդական կենսակերպը ու վտանգին բնական ռեսուրսների օգտագործումը։ Նաև կարևորալ է կրթության ու դաստիարակության դերը առաջարկելով ստեղծել վիրտուալ համալսարան ուղղված ջահիլների գիտակցական զարգացմանն ազգային արժեքների փոխանցմանը։ Ըստ իրան մենակրթված ու տեղեկացված հասարակությունը կարի մասնակցել պետական կառուցման գործընթացին։ Եզրափակելով Արմենակ Աբրահամյանը ընդգծել Արևմտյան Հայաստանի տեսլականը հիմնված է ինքնորոշման իրավունքի միասնականության ու հավաքական մասնակցության նպատակ ունենալով ուժեղացնել ազգային ներուժն ապահովել երկարաժամկետ զարգացում։ Western Armenia շաբաթաթերթին 128-րդ համանadուս եկալ թերթին էս համարի շապիկին պատկերված է անվանի հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը վերի գրական ու հասարակական գործունեությունը կարևոր տեղ զբաղեցնում հայ մշակութային ժառանգության մեջի։ Նոր համարում ընթերցողները ճարելու են ազգային պատմական մշակութային թեմաների նվիրված հոդվածներ, վերլուծություններ ու հրապարակումներ ներկայացված Western Armenia շաբաթաթերթի ավանդակամոտեցմամբ։ Շաբաթաթերթի խմբագրությունը շարունակում է ընթերցողների ներկայացնել հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգային իրավունքների վերաբերյալ արձիական ու հետաքրքրական նյութեր։ Հայրենասիրության ու ազգային հիշողության ոգով նշվել է հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան տարելիցը։ Այդ առիթով մեր պատգամավորներ Կարապետ Կարապետյանն, Մարտին Խանյանը այցելել են Եռաբլուր խոնարհվելի Մոնթե Մելքոնյանի լուսավոր հիշատակին ռիչին ու հարգանքի տուրք մատուցելու իրան անմահ գործին։ Իրանք ծաղիկներին խոնարհալ հերոսի շիրիմին ընդգծել Մոնթե ունեցած բացառիկ դերը Հայաստան-Արցախ ազատագրման պայքարում։ Այցին վաղտը հարգանքի տուրք մատուցվել նաև Զորավար Անդրանիկի գերեզմանին, ինչտեղ եւս ծաղիկներին տիրվել ի նշան երախտագիտության ու ազգային մծերի հիշատակի։ Միջոցառումը հերթական առիթը արժևորելի հայ ժողովրդի հերոսական անցյալը։ Հայկական մշակույթի օծանելիքի արվեստի պատում մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած ներդրման հետի Գևորգ Սիմոնյանը արժանացել է Պետրուր գնահատականի հանդիսավոր արարողության վախտը մորուք կարուն իրան հանձնալ է հայոց իշխանի շղթա պատվավոր շղթան։ Այսպիսով հայոց իշխանի շղթայի պատվավոր գրողների շարքը համալրվել է եւս մի արժանի անունով։ Գևորգ Սիմոնյանը հայկական հեղինակային օծանելիքի ոլորտի հայտնի ներկայացուցիչ է, Գևորգ Սիմոնյան բրենդի հիմնադիրը, հունց նաև Երևանում գործող օծանելիքի, լուսանկարչության, կինոյի ու հնաոճ իրերի թանգարանի ստեղծողը։ Google Earth-ի արբանյակային տվյալներին համաձայն 2024-2025 թվերին Բաքուն ոչնչացրել է Արցախի ազգերանաշրջանի Աստղաշեն շենում գտնվող Արցախյան ազատամարտի ու հայրենական մտպատերազմի զոհերի հիշատակի նվիրված հուշարձանները։ Այս դեպքերը մշակութային ժառանգության ոչնչացման ավելի լեն քաղաքականության մասում վերի շրջանակում ավերվում են հայկական հուշարձանները, եկեղեցիներն, գերեզմանոցներն, պատմական այլ կոթողները։ Ըստ Արցախամշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի այս գործողությունների նպատակ ունի վերացնել Արցախի հայկական պատմական մշակութային հետքը ու հակասմուն միջազգային մշակութային ժառանգության պաշտպանության նորմերին։
1948 թվականին ընդունված ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու տրահետի պատժի մասին կոնվենցիա միջազգային իրավունքի կարևորագույն փաստաթղթերն է։ Բայց ժամանակակից հակամարտությունների նշան վեր ունի մի քանի իրավական բացեր ու սահմանափակումներ։ Իրավաբան Մարի Հովհաննիսյանի ուսումնասիրության համաձայն կոնվենցիան ներառում չի քաղաքական խմբերի պաշտպանությունը, բավարար ուշադրություն չի դարձնում մշակութային ցեղասպանությանը, դիժեցնում ցեղասպանական մտադրության ապացուցումը։ Հեղինակը նաև անդրադառնում է Արցախում ու Բաքվում հայերի դեմ իրականացված գործողություններին, ընդգծել միջազգային իրավական մեխանիզմների անբավարարությունը։ Հոդվածում շեշտվում է վեր 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխանելի հետի անհրաժեշտ ավելանալ ու արդիականացնել կոնվենցիան ուժեղացնելով ցեղասպանությունների կանխարգելման ու պատասխանատվության մեխանիզմները։ 2026 թվականի հունիսի 13-ին Լիբանանա Ջունիե քաղաքում հանդիսավորության պետվալը կենաց ծառ հուշակոթողը վերը նվիրված է հայերի դեմ իրականացված ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին ու խորհրդանշում հայ ժողովրդի հավերժությունը, հավատքնավերածնունդը։ Զմարի պատրիարքական միաբանության ու Ջունիեի քաղաքապետարանի համագործակցությունով իրականացված նախաձեռնությունը կյանքի է կոչվել Տեր ու Տիկին Սարգիս ու Ժյուլի Պուտագյանների նվիրատվությունով։ Հուշակոթողի բացման օրողությանը մասնակցան հոգևոր քաղաքական ու մշակութային գործիչներ, հունց նաև Լիբանանի հայ համայնքի մխլա ներկայացուցիչներ։ Հուշակոթողի կենտրոնական խորհրդանիշը կենաց ծառն է, վերին խորը արմատները մարմնավորում են հայ ժողովրդի անսասան հավատքնապատմական գործունեությունը, իսկ բիդա երկինք ձգվող ճյուղերը նոր կյանքի սրբության ու հարության գաղափարը։ Կոթողը նվիրված է նաև Սուրբ Իգնատիոս Մալոյանի սրբադասման հիշատակին։ Վանա պատմական վարագավանքի հողատարածքի սեփականատեր համարվող թորք լրագրող Ֆաթի Ալթայլն հայտարարել պատրաստ է հայկական վանական համալիրը անվճար փոխանցել Թուրքիայի մշակույթի նախարարությանը վերականգնման ու հանրային օգտագործման նպատակով։ Վարագավանքը վերը հիմնադրվել է 8-րդ դարում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության կարևորագույն հուշարձաններն է։ Տասնամյակների անուշադրության հունցնային բնական աղետների դերդան վանական համալիրը զգալիորեն վնասվել է։ Հայ համայնքի ներկայացուցիչներն Ապոլսո Հայց Պատրիարքարանը մխլլա հետ ընդգծալ ընվեր վարագավանքի վերականգնումը ոչ միայն նպաստելու տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը, այլև կարևոր քայլայնական հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման գործումը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ տեսքանք պատրաստալա պրիկուշադրության հետի պնդկացիք։